Լուսարոտին շարունակում է եւ այսպես Գութան Հայաստանի ազգային երկիպարի ամենամյա փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19-ին։ Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են նշում, տեղն ամփոփող, այսինքն Գաֆեսչյան քանդակների պարտեզ, Կասկադ։ Գութան 2026-ը նվիրվում է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին, որն ինչպես նշեցինք, այսօր է դրացինցիատարացը փառատոնի անցած ուղու եւ այս տարվա սպասելիքների մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է փառատոնի հիմնադիր ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Բարի լույս։ Բարի լույս, հազար բարի։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք, պարոն Գրիգորյան, եւ այս տարվա Գութանը նվիրված է պարոն Գինոսյանի 60-ամյակին։ Այս շատ հետաքրքիր է, որքանով է դժվար կազմակերպել փառատոնն առանց իր ֆիզիկական ներկայության ու ինչ աշխատանքներ է տարվում, ինչ մեխանիզմներ է արվել, որպեսզի մաքսիմալ նշվի իր հարգանքը եւ մաքսիմալ ապահովի իր ներկայությունը, որովհետեւ որտեղ որ հայտնվում էր պարոն Գինոսյանը, տիրում էր մի ահռելի էներգիա, համախմբում, ուժ եւ հայի ոգուն մի մեծ էներգիա էր տալիս։ Նախ ես պետք է շնորհավորեմ բոլորիս Գագիկ Գինոսյանի ծննդյան օրվա արդիվ եւ այս տարին 60-ամյակն է մեր ազգային պարարվեստի երախտավորի։ Շատ հեշտ է կազմակերպել որևէ միջոցառում, որը ամբողջությամբ ինքը բովանդակություն է։ Այսինքն մենք մեր փառատոնը այս տարի փառատոնի բոլոր միջոցառումները նվիրված են մեր երախտավորին, մեր Գագիկ Գինոսյանին արժևորման նպատակով։ Մեզ համար ինքը բացակայ չէ, քանի որ իր գործունեությունը, իր ամբողջ կյանքը նվիրաբերեց մեր ազգային ինքնության պահպանությանը եւ հարատևմանը, իսկ երանելի է սա։ Իսկ այդ երանելիությունը մենք ոնց կարող է չգնահատենք, չարժևորենք, չապրենք այդ նույն ոգով, ինչ որ մեր Գագիկը, մեր Գագիկ Գինոսյանը իմիջիայլոց իմ ընկերն է եւ մենք իրար հետ ենք սկսել թերևս 1989 թվականից 90 թվական 91 այդ տարիներին մենք միասին եղել ենք ակունք ազգագրական խմբում եւ մենք բախտ ենք ունեցել այդ տարիներին հայրիկին աշակերտել Հայրիկ Մուրադյանին այնպես որ բնականաբար ֆիզիկական բացակայությունը շատ մեծ նշանակություն ունի, բայց ոչ ավելի մեծ, քան երբ որ մարդը ինքը իր ոգով, իր աշխատանքով, իր գործով, իր նվիրումով ինքը ներկա է եւ հավերժում է։ Իսկ ինչպես ինքը իր կյանքը նվիրաբերեց մեր ազգային բարի հավերժելու նպատակով, այնպես էլ մենք ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ հավերժի հենց Գագիկ Գինոսյանի գործը, գործունեությունը եւ այսօր շարունակությունը կա։ Այսինքն եւ շարունակությունը նաեւ մենք տեսնում ենք մեր կյանքում այն ինչ որ նպատակ ուներ Գինոսյանը վերհանել, իդ վերադարձնել այն արժեքները, եթե վերցնենք բարը, որպես արժեք, ազգային արժեք, այն արժեքները վերադարձնել ժողովրդին, այն ինչ որ ժողովուրդն է ստեղծել այդպես դարերով շարունակ եւ այսօր մենք տեսնում ենք այդ արդյունքները, որտեղ massայական է բարը, ազգային բարը, բակերում, տարբեր հարթակներում, խմբերը ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս բոլոր հայկական համայնքներում խմբեր են կազմվել Գագիկ Գինոսյանը այցելել է տարբեր երկրներ, որովհետեւ հենց հասանելի դարձնել մեր ազգային բարը։ Դրա համար եւ բարդ է, այսինքն հարցին իդ վերադառնալով, եւ բարդ է եւ հեշտ է։ Հեշտ է, երբ որ բովանդակություն կա, մենք գիտենք ինչ ենք անում, մենք սիրով ենք արժևորում մեր վարպետին,
մենք նվիրվածությամբ ենք մոդենում իր գործին, ինչպես նվիրվածությամբ ինքը մոդենում էր այս ամեն ինչին, ազգային ինքնությանը, ազգային մշակույթի պահպանությանը։ Պարոն Գրիգորյան, դուք պարոն Գինոսյանի հետ եղել եք ոչ միայն գործընկերներ, այլ նաև մտերիմ ընկերներ։ Այո։ Ինչպիսի հետաքրքիր դրվագներ կհիշեք։ Իր հետ ընդհանրապես հետաքրքիր էր։ Նախ ցանկացած միջավայրում, որտեղ մենք հանդիպում ենք տարբեր մարդկանց հետ բան եւ այլն, անպայման ինքը պետք է բերեր նժդեհյան գաղափարախոսությունը, թե մենք բոլորս միջոց ենք ծառայելու մեր ազգային ինքնությանը, ինչպես նժդեհն է ասել, ուրեմն անձը միջոց է եւ ազգը նպատակ։ Եվ առհասարակ ընդհանրապես բոլորի հետ շատ մտերիմ, բոլորի հետ անմիջական, ես սիրում եմ Գագիկ Գինոսյանի եւ համեստությունը եւ մեծամտությունը իբրև հայ գենը կրող, այսինքն ինքը իրավով յուրաքանչյուրս ով որ կրում է եւ փորձում է արժանի լինել իր գենետիկային, հայի գենին, ինքը այո, պետք է ինքը իրեն այդպես վահել, վեհ եւ Գագիկի մոտ այդ պահվածքը ամեն տեղ էր եւ ինձ համար եւ ուսուցանող էր, բոլորին ուսուցանող էր, թե փոքրերին, մեծերին, ընկերներին, այնպես որ մեզ համար երանելություն է, որ մեր Գագիկ Գինոսյանը պիտի ծնվեր, բայց մեզ համար երանելի է, որ մեր ժամանակներում ծնվեց եւ մենք բախտ ունեցանք թե ընկեր լինել, թե որդի լինել, թե հայր լինել, թե հասարակություն, հայ հասարակություն, որին նվիրված եղավ Գագիկ Գինոսյանը։ Շատ լավ, ես կուզեմ նաև անդրադառնանք այս տարվա ծրագրին, հա, օրակարգին, ովքեր են հրավիրված, ովքեր են նոր միգուցե պարախմբեր ունենք, մասնակիցներ ունենք։ Մենք տարեստարի ընդլայնվում ենք եւ դա մեր նպատակների մեջ կա եւ աշխարհագրական իմաստով եւ նաեւ ծրագրային իմաստով։ Այս տարի, եթե մենք օրինակ 2014 թվականին, երբ հիմնադրեցինք Բութան Հայաստանի ազգային ավանդական երգի բարի փառատոնը, ունեինք մասնակից խմբեր այդ տարի կամ 7 խումբեր կամ 8 խումբեր, ոչ ավել։ Այսօր այս տարի ունենք 26 խումբ, որոնցից 5 խումբ գալիս են արտասահմանից։ Պետք է նշեմ այդ խմբերը, ի ուրախություն մեզ, Խոյակ խումբը Մյունխենից, Գերմանիայից, պետք է գա հատուկ մասնակցելու Բութան փառատոնին այս տարվա։ Ունենք 2 խումբ Նժդեհը եւ Կայծը, որոնք գալու են Մոսկվայից։ Ունենք մի խումբ, որ անցած տարի եկավ մասնակցեց եւ այս տարի նորից հայտ ներկայացրեց, որ պետք է մասնակցի Ռոստովից Զարկ խումբը։ Եվ ունենք մի խումբ, որը նոր պետք է մասնակցի, ինչպես մնացած 3-ը, չէ, իմիջիատ Նժդեհը մի 2 տարի առաջ մասնակցել էր, այնպես որ 3 խումբ են նոր։ Ուրեմն Արմատ խումբը, որոնք խմբի անդամները եւ խումբը գործում է, ապրում են եւ գործում են Բելգորոդում։ Բելգորոդը, որը որ սահմանի վրա է, այո, Ռուսաստանի եւ Ուկրաինայի, կարծեմ, այդպես իրենք են գալու հատուկ մասնակցելու Բութան փառատոնին։ Այստեղ մեր ավանդական հիմնական խմբերը կան, որոնք որ հենց իրենցով հիմնադրեցին Բութանը, Ակունքը, Սասնածռերը, Կարին խումբը եւ Վան խումբը, Մասունքը, Նուբարը, Շատ այլ։ Կարծում եմ բանում կլինի, եթերում կլինի տեսանյութը, որտեղ կհնչեն բոլոր խմբերի անունները, այնպես որ այստեղից էլ կան խմբեր, որոնք որ նոր են, այս տարի պիտի մասնակցեն, Արցախը, Մեղրաձորի փոքրիկներ են,
իմիջիայլոց սա էլ հadoop մեր նպատակների մեջ կա ցույց տանք մեր հասարակությանը, որ եւ ունենք մեծահասակների խմբեր, ի պատիվ մեզ այսօր մարաթուկցիները խումբը գործում է եւ մեր ընկերները բավականին լավ պատրաստված այս տարի կմասնակցեն եւ նույն ժամանակ փոքրիկներ, այսինքն մենք դրանով ուզում ենք ցույց տալ, որ պետք է շարունակվի ազգային մշակույթը շարունակականության մեջ է, այսինքն եթե դու չապահովես այդ ընթացքը, փոխանցումը, ինքը կկտրվի եւ կդառնա ուրիշներինը։ Սա է մեր նպատակներից մեկը՝ պահպանություն եւ նաեւ փոխանցում։ Ունենք Արցախում գործող խմբերից մենք ենք մեր սարերը, որոնք հիմա այստեղ են գործում Երևանում եւ Դիզակ խումբը, որոնք էլի պիտի մասնակցեն, այնպես որ շատ են խմբերը, իհարկե բոլոր խմբերը իմիջիայլոց եթե մենք առաջին դարվա ժամանակ բոլոր խմբերը ով ինչ ուզում ներկայացնում էր իբրև ծրագիր մասնակցության, ապա մենք այս տարիների ընթացքում ձևավորեցինք Փառատոնն արդեն թելադրում ծրագիրը, այսպես ասած։ Ոչ թե թելադրում է, այլ հուշում է եւ առաջադրանք է տալիս։ Մենք ունենք այդպեսի նպատակ Գութանի բեմում նախ սա հարթակ է, որովհետեւ միանան բոլոր խմբերը եւ անհատները, ովքեր իրենց կյանքը նվիրաբերում են ազգային մշակույթի պահպանման եւ տարածմանը, նույն ժամանակ ներկայացնել ամբողջական Հայաստանի ազգային մշակույթը, Կիլիկյան Հայաստանից մինչև Արցախ, Ջավախքից մինչև Սյունիք։ Այսինքն շատ մեծ հարստություն ունենք եւ մենք պետք է այդ հարստությունը բերենք եւ ծանոթացնենք մեր հայ հասարակությանը եւ ինչու՞ չէ նաեւ օդար երկրացիներին եւ Գութանը հենց այդ հնարավորությունը ստեղծում է անվճար, բաց եւ հասանելի բոլորի համար։ Իհարկե մեր նպատակների մեջ կա նաեւ որ մենք տարվա ընթացքում Գութանը շրջի բոլոր մարզերում, ապա վերջում Երևանում եւ սկսել էինք այդ գործընթացը իմիջիայլոց շնորհիվ մեր սիրելի բարոն Գագիկ Ծառուկյանի մենք երկու անգամ կարողացել ենք Գութանը իրականացնել Արցախում երկու անգամ եւ այդ ժամանակ մենք բոլոր խմբերը գնում են ամեն մի խումբ մի քաղաք, այդպես այնտեղ համերգներ էին տալիս եւ վերջում հաջորդ օրը Ստեփանագերդում վերածննդի հրապարակում բոլորս միասին մեր խոսքն ենք ասում եւ մի տարի նաեւ կարողացանք իրականացնել նույն այդպես կոնտեքստով, նույն ձևաչափով ավելի ճիշտ Թավուշում, Դարբեր գյուղերում, ապա վերջում Բերդ քաղաքում, այնպես որ այս տարի նաև պիտի ասեմ ծրագրի իմաստով, որ հարցրեցիք, մենք սկսելու ենք ամսի 7-ին։ Այստեղ հայտարարության մեջ նշված է 22-ին ժամը 19-ին Կապեսչյան կանդակների պարտեզում, Կասկադում, բայց ես պիտի շուտով մենք նաև ունենանք հաջորդ հայտարարությունը։ Սա մեր մեծ համերգն է, ընդհանրական, այո, համերգն է։ Մենք ամսի 7-ից սկսած յուրաքանչյուր խումբ պետք է ունենա մի ինտերակտիվ համերգ։ Այս շաբիկներ սիրուն է, չէ՞։ Շատ։ Մեր երախտավորի պատկերով։ Բոլորը կունենան, բոլոր խմբերը շուրջ 1000 մասնագետ ունենք եւ Մասիս քաղաքում օրինակ Տավրոս խումբը ինքը ամսի 7-ին պետք է համերգ ունենա եւ այդպես հերթով։ Դենց բոլոր մարզերում, տարբեր քաղաքներում որտեղից որ խմբեր, այսինքն մենք Թալինում ամսի 20-ին ունենալու ենք կներեք, էլի ուշացա դրա համար մի քիչ գներեք ուշացման համար։ Ոչ, ուրեմն ունենալու ենք համերգ ինտերակտիվ Զարկ խմբի Թալին քաղաքում հենց։ Թալին քաղաքում։ Իմիջիայլոց Զարկ խմբի ղեկավար Գուրգենը, մեր սիրելի Գուրգենը Սասունցի է եւ Դաշտադեմից է։ Ինքը ասաց գլինի մենք մեր ինտերակտիվ համերգը իրականացնենք
բանում Թալին քաղաքում եւ մենք արդեն պայմանավորվել ենք եւ իրենք այնտեղ իրենց համերգը կտան։ Ունենք համերգներ թե Մայր Հայաստան արձանի մոտ Արեկ խումբը, ունենք նաև նույն խումբը Գոմիդաս Թանգարան ինստիտուտում, ամբողջ Հայաստանում սփռված է։ Փորձում ենք այդպես, փորձում ենք մեր նպատակ, ինչպես ասացի քիչ առաջ, բովանդակային է։ Մենք չունենք որևէ մակերեսային կամ կոմերցիոն, այլ բովանդակությունն էլ հենց ինքնության պահպանումը եւ տարածումը շատ հասարակ, բայց շատ կարևոր եւ անհրաժեշտ։ Բայց պիտի նշեմ նաև մենք ունենալու ենք մի շարք համերգներ, այս ամենը գոչվում է նախագուտան։ Մենք ունենք նախագուտան, գուտանականչ եւ բուն գուտանը։ Նախագուտանի շարքը սկսելու ենք այգում, Seasons այգում, ամսի 10-ից ամեն օր մի խումբ ինքը իր ինտերակտիվ համերգը կներկայացնի, այսինքն սկզբում ներկայացում իրենց ծրագիրը մի 30 րոպե, ապա մի 20 րոպե ինտերակտիվ ժողովրդին երգ բար սովորացնել։ Սա մեր այդպես ձևաչափն է եւ մինչեւ ամսի 20-ը, ինչպես ասացի, ամսի 21-ին գուտանականչն է, բոլորս հավաքվելու ենք ժամը 7-ին 19:00-ին Կասկադում, այդպես էլ ես սիրուն շաբիկներով գուտանի եւ Գագիկ Կինոսյանի պատկերով եւ բոլոր խմբերի անդամները այդպես շրջելու ենք կոպալով, դհոլով, զուռնայով, երգելով, բարելով շրջելու ենք կենտրոնում այդպես հյուսային բողոկա հրապարակ եւ այնուհետեւ հասնելու ենք կրկին Seasons այգում եւ այնտեղ կավարտենք եւ այդ գուտանական հենց նպատակ ունի իրազեկել ժողովրդին որ վաղը պետք է լինի բուն գուտանը եւ 22-ին ժամը 19:00-ին Գաֆեսյան կանդակների պարտեզում սպասում ենք բոլորին։ Գինոսյանական էներգիան ու շունչն է տիրելու անպայման։ Մենք շատ նպատակներ ունենք, շատ, բայց ամենակարևորը մնանք մեր ինքնության մեջ։ Որովհետև մենք բոլորս գիտենք, ով որ չի բարձրաձայնում դրա մասին, ինքն էլ գիտի, որ այսօր պատերազմ է ինքնության դեմ։ Պատերազմ է։ Եվ մենք պետք է այդ անտիվիրուսը աշխատացնենք։ Մենք մեր տեսակի մեջ, մենք Աստված մեզ ստեղծել է հայ, եւ դա պարգև է։ Ինչպես քիչ առաջ ասացի, նաեւ մի քիչ էլ կարող ես մեծամտանալ, որտեղ ես կարծում եմ մեր գենետիկան շատ ուժեղ է եւ շատ բարի է։ Աստծո դված է։ Եվ մենք պետք է պահենք։ Աստծո դվածը պիտի պահենք։ Այն որ մեր մեջ սեր է եղել, մենք ամբողջ պատմության ընթացքում որևէ մեկին վատություն չենք արել, իբրև ազգ, որևէ մեկի վրա չենք եղել հարձակվող, բոլորը հարձակվել են մեր վրա, մենք պաշտպանվել ենք, եւ այսօր էլ մեր բարդքն է պաշտպանել մեր ինքնությունը, իսկ ինքնությունը պաշտպանելու համար ամենակարևոր զենքերից մեկը ազգային մշակույթ պահելն է, այսինքն սա անհրաժեշտություն է, սա ծրագիր չէ, որ պիտի գրես եւ այդ ճանապարհով գնաս։ Ոչ, սա անհրաժեշտություն է, որ քեզ ստիպում է, որ դու գրես ու գնաս այդ ճանապարհով, որովհետեւ դու քո տեսակն ես պահում։ Ես սիրում եմ իմ տեսակը։ Ես հարգում եմ բոլոր ազգերին, բացի գիտեք, անունը չտանք էլի։ Բայց ես սիրում եմ իմ ազգը եւ սիրում եմ իմ ազգային պատկանելությունը եւ Աստծուն շնորհակալ եմ, որ ես հայ եմ ծնվել եւ այդ ուղղությամբ ես աշխատում եմ։ Շատ լավ, ես վստահ եմ, որ ինֆորմացիան այնքան շատ էր եւ մեր հեռուստադիտողները էլ ավելի մանրամասն ինչ որ հարցեր ունենան, գիտենք որ կա Facebook-յան Գութանի էջը, եւ Facebook-յան եւ նաեւ Instagram-յան էջերը աշխատում են, կարող են հետևել եւ նայել բոլոր միջոցառումները կետ առ կետ նշվելու են եւ հրավիրում ենք բոլորին մասնագից լինել ոչ թե ուղղակի որպես ունկնդիր, այլ որպես կրող, որովհետև սա մեր մշակույթն է։ Սա այն մշակույթն է, որը որ եթե ինքը համատարած դարձավ, ցանկացած աղբ դուրս է գալու ինքնաբերաբար մեր կյանքից։ Մշակութային աղբը
դուրս հանելու համար պետք է առաջարկ ունենանք, իսկ սա առաջարկ է։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրեր փառատոնի հիմնադիր ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը գուտան այս տարի Հայաստանի ազգային երգի պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա օգոստոսի 22-ին, բայց մեկնարկում է օգոստոսի 7-ից։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ գուտանի Facebook-յան պաշտոնական էջից։ Դե օգոստոսի 22-ին կլինի արդեն ամփոփիչը ժամը 19-ին մեր շատ սիրելի Կասկադում։ Վստահ եմ, որ կգտնեք մի փոքրիկ ժամանակ եւ եթե ոչ օգոստոսի 22-ին, օգոստոսի 7-ից մինչեւ 22-ը այս ֆանտաստիկ տոնին պետք է մասնակցել, այո, եւ բաց չթողնել, որովհետեւ գինոսյանական շունչն է տիրելու մեր շատ սիրելի մայրաքաղաքում։ Շնորհակալ ենք շատ, Գալու եք, չէ՞։ մենք ամեն բան պետք է Դե ասեք, որ գալու եք։ Մենք գալու ենք։ Եկել եք գալու, դուք էլ եկեք մեզ հետ։ Այո։ Շնորհակալ ենք շատ, դե ինչ, ընդմիջվենք, որովհետեւ ունենք եւս մեկ կարևոր հյուր, խոսել ենք այլ թեմայի շուրջ, մնացեք մեզ հետ։